Ողջույն բարեկամներ, Բուն TV-ի եթերում կրկին գրաքաղաքական ոդքասթն է, ինչպես միշտ ձեզ հետ կլինենք ես, գրականագետ Թագուհի Ղազարյանս եւ արձակագիր Հայկ Հովյանը։ Այսօր Հայկի հետ, ողջույն Հայկ, Հայկի հետ որոշել ենք քննարկել Եղիշե Չարենցից երկու ստեղծագործություն, հնդածս կնկարագրենք թե ինչու այդ երկու ստեղծագործությունները եւ թերևս նաև խոսենք այն մասին, թե ինչպես հանգեցինք Եղիշե Չարենցի երկու ստեղծագործություններն էլ պոեզիա են, պոեմ են, թե ինձ համար, թե քեզ համար մի քիչ բարդ է պոեզիայի հետ աշխատելը, որովհետև ինձ համար դա իմ մասնագիտական դաշտը չէ, քեզ համար դա քո ստեղծագործական դաշտը չէ եւ այդուհանդերձ մենք երկու ստեղծագործություն ընտրել ենք, որտեղ Չարենցին կարծես թե երկար ժամանակվա հեռավորությունից մի քանի տասնամյակի հեռավորությունից շարունակում է հետաքրքրել նույն հարցը, առաջնորդության հարցը եւ մենք մտածեցինք, որ այդ ժամանակների հեռավորությունից այդ նույն հարցին նայող Չարենցի մասին կամ այդ ստեղծագործությունների մասին խոսելը կարող է հետաքրքիր լինել։ Խոսքը 1917-18 թվերին գրված ազգային երազ պոեմի մասին է եւ 1933-ին երևի թե ավարտած պատմության քառուղիներով պոեմի մասին է, համենայն դեպս մեզ այս թվականներն են հայտնի։ Պատմության քառուղիներովը նաև արգելված գիրք ճանապարհի գրքի մեջ լույս տեսած պոեմ է։ Մի քիչ երևի համատեքստերից կխոսենք, հետո նաև առանձին տեքստերի, սյուժեների, ասելիքի բովանդակության եւ ուղերձների վրա կկենտրոնանանք։ Այս դեպքում եւի համատեքստը շատ կարեւոր է։ Մենք ոնց որ երկու այնպիսի թվական ենք վերցրել, որոնց արանքում Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում մեծ իրադարձություններ են տեղի ունեցել, սովետականացումը եւ այլն։ Ու առաջի պոեմը ազգային երազ 1917 թվին է գրվել։ Հասկանանք մատ ինչ համատեքստում է դա տեղի ունեցել։ Այդ խորհրդայնացումն է, գնում ամբողջ աշխարհում, որը ամբողջ աշխարհում է այդ մեր տարածաշրջանում ու ավելի մի քիչ մեծ համատեքստում, որը ավարտվեց բոլշևիկյան հեղափոխությամբ արդեն 17 թվականի նոյեմբերին, թե հոկտեմբերին, հոկտեմբերյան էր հեղափոխությունը։ Մի խոսքով, հա, ու այդ 17 թվականի այդ, բայց բոլշևիկյան հեղափոխությունը չէր էս։ Դրանից հետո նոր լինելու էր հոկտեմբերյան հեղափոխությունը, արդեն 17-ի ավարտին եղել էր։ Հեղափոխությունը այդ ժամանակ էր ու այս գործը գրվել է Հայաստանի առաջի հանրապետության հռչակումից մի փոքր առաջ կարելի է ասել, մի տարի առաջ, իրական փետրվարին 18-ի փետրվարին է հիշատակումը, որ վերջացրել է, 17-ին սկսել է գրել եւ մայիսին պետք է անկախանար Հայաստանը այդ ժամանակաշրջանում, այսինքն նույնիսկ Սարդարապետի Բաշապարյանի Ղարաքիլիսայի հերոսամարտերից առաջ ցեղասպանությունից հետո հոկտեմբերյան ապստամբությունից հետո իդեպ Չարենցը ինչ հիշատակումներ կան, որ Պետերբուրգում մասնակցել է հոկտեմբերյան ապստամբության ինչ որ փուլի մասնավորապես հայտնի Բուտիրկա բանտից բանտարկյալների ազատման այդ բանին օրերին այնտեղ ա եղել եւ մասնակցել է այդ ապստամբության այդ օրերին եւ դրանից առաջ Չարենցի եթե իր անձնական փորձառության մասին խոսենք ինքը 15 թվին կամավորագրվել է առաջին աշխարհամարտին մասնակցելու համար եւ մասնակցել է Վանի առաջնագծում Վանի պատերազմներին է մասնակցել, ըստ էության այնտեղ պատերազմել չկար եւ իր հիշողությունները Դանթեական առասպել պոեմում երևում է, որ ինքը ուղղակի ցեղասպանության ականատես է լինում եւ իր ընկալումները պատերազմի, աշխարհաքաղաքականության, ժողովուրդների եւ այլնի մասին հենց այս շրջանում ձևավորվում է։ Շատ ֆիդեական ժամանակահատված է ու շատ ֆիդեական շղարշի մեջ է մեր այդ ժամանակվա ամբողջ քաղաքական միտքը ու դա շատ լավ երևում է նաև պոեմի բովանդակությունից, որի մասին խոսանք, իսկ երկրորդ պոեմը պատմության քառուղիներում արդեն 33 թվականին ավարտել, պատմական համատեքստը եթե նայենք, դա արդեն ստալինիզմի շրջանն էր, այդ ռեպրեսիաների սկիզբն էր, սով էր Սովետում այնպես չի որ 18 թվին սով չէր, բայց այդ սովետական, հա, այդ սովը որ ասում են, այդ ժամանակահատվածն էր ու
դա էլ այդ ժամանակաշրջանն էլ իր ազդեցությունը գտել է այս գործի մեջ, որը հեսա մենք կփորձենք քննարկել ու մանրամասների վրա ուշադրություն դարձնել։ Դե կանք երևի առաջին ստեղծագործություններից, ստեղծագործությունից, որ մենք ընտրել ենք, նախ ասենք, որ Բեհարկե Չարենցը շատ բազմազան է, շատ հակասական է եւ երևի թե ցանկացած թեմայի վերաբերյալ տարբեր բաներ կարելի է գտնել, տարբեր եզրակացությունների կարելի է գալ եւ մենք ամենևին չենք հավակնում ասել, որ սա է ամբողջությամբ Չարենցը, ես մի դիտանկյունն ունի, բայց սա նույնպես Չարենց է, որովհետեւ ես վստահ եմ իր այդ շատ դինամիկ, շատ փոփոխական նույնիսկ մի տեքստի մեջ իր գաղափարները կարող են փոխվել, հա, մի աշխարհն է շատ փոփոխական, ու ինքը որպես գրող հենց այսպեսին է եղել եւ ամենահետաքրքիր կողմն է իրան դիտարկելու, ուսումնասիրելու համար, ինչքան բանը շատ է, շատ ինչքան տարբեր է ինքը եւ ինչքան չի վախենում ասել, որ ոնց որ անցած անգամ լավ չի մտածել այս հարցի շուրջ եւ դրա համար էս նույն հարցի շուրջ էս հերավորությունից իրար հետ տեքստերը վերցնել հետաքրքիր է ոնց է փոխվում, որովհետեւ նույն խնդրի շուրջ է խոսում, լիքը բաներ իր այդ ընթացքում իր բանի մեջ աշխարհընկալման մեջ, գեղարվեստական ընկալման մեջ փոփոխվում են, էսթետիկ ընկալման մեջ, քաղաքական քննադատության մեջ անդադար փոփոխվում են, ընդ որում այս մեծ ժամանակահատվածը Չարենցի ստեղծագործության համար մի 10 անգամ փոխվել է այս ընթացքում Չարենցը առնվազն 10 անգամ եւ միևնույնն է անտեղավորելի է էլի այդ բաների մեջ, այդ աղյուսակների մեջ, թե որ շրջանում ինչ էր, բայց վերադառնալով ազգային երաս պոեմին, որ վաղ տարիքում է գրել, եթե ուրեմն թվականը հաշվի առնենք 20 տարեկան տղա է գրողը եւ ինքը քննադատում է քաղաքական իրողությունները եւ եթե հաշվի առնենք ինչ իրողություններ են, քիչ առաջ խոսեցինք, այդ առաջին համաշխարհային պատերազմներ, նաեւ ոչ միայն հոկտեմբերյան հեղափոխություն, որի միգուցե արդյունքում, միգուցե ընթացքում տեղի ունեցավ հոկտեմբերյան հեղափոխությունը, այն ժամանակ ցարական կայսրությունը այստեղ այս տարածաշրջանում ներկա էր, հետո Բրեստ-Լիտովսկի պայմանագրով դուրս եկավ պատերազմից առաջին համաշխարհային եւ այս ճակատը քայքայվեց Կովկասյան ու ստեղ թուրքական զորքերը առաջ եկան դեպի Արևելյան Հայաստան, իսկ Չարենցը Կարսեցի եւ Արևելյան Հայաստանցի էր, հա, այդ իմաստով ու այդ քաոսի մեջ ինքը փնտրում է առաջնորդներ եւ տեսնում է ինչով են զբաղված առաջնորդները եւ ամենևին այս պոեմի մեջ ակնհայտ է որ ամենևին Չարենցը չի դիտարկում, որ ոնց որ տեղային մարդկանց մտածողությունից, քաղաքական որոշումներից, դիրքորոշումներից ոչինչ կախված չի, իր քննադատությունը ուղղված է դեպի ներս, իր քննադատությունը ուղղված է ներսի առաջնորդներին, ոչ թե ասենք խառը ժամանակներ են, այս ինչ դաժան աշխարհը եւ այլն։ Հա, պոեմում հետաքրքիր կերպարներ են վերցրած այդ առաջնորդության համատեքստում։ Արի սյուժեն պատմենք, շատ բան է, պարզ է սյուժեն։ Խնդրեմ։ Ես պատմեմ։ Okay։ Սյուժեն են մասին է, որ հեղինակը երազ է տեսնում եւ երազում տեսնում է, որ մի առաջնորդ գախնի բանակից ըստ էության ահոն հատուկ հանձնարարություններով գնացել է բանանի Թշնամու գյուղը վառելու եւ քանի որ գիշեր է եղել մութ ա եղել սխալվել եւ հայկական գյուղն է վառել եւ քանի որ ոնց որ արդեն հրդեհ էր ինչ որ կերպ ուզում են այդ հրդեհը հանգցնել ինչ որ ջուր են ուզում բանից դրսի արտասահմանյան գործընկերներից ջուր առաքեն բան բայց այդ ընթացքում ինչով կարող են փորձում են հանգցնել եւ դրացի գյուղից մեկը գալիս է օգնում է իրանց հետո պարզվում է որ դրացին թշնամի էր եւ յուղ ա լցրել բանի կրակի վրա եւ այդ կողքի գյուղն էլ ավարվել են մյուս գյուղն էլ ու ամբողջ հայոց աշխարհն է այրվում ինքը վերևից է տեսնում ասում է տեսնում է որ արիվում էր ամբողջ աշխարհը հայոց բայց դե ահոն ինչ մեղք ուներ ահոն իրական լավ բաներ ուզում աներ վատ բան ստացվեց հետո ահոն գնում է իր մյուս ընկերներին որոնց մասին դու կխոսես երևի վետերանի ու լեգիոնի մոտ պատմում է ասում է ցենց բան եղավ բան սխալվեցի մեր գյուղը վառեցի հետո կողքի գյուղերը կպամ ամբողջ հայոց աշխարհը այրվում է ասում են դե լավ ոչինչով քեզ պետք է ցա դու հատուկ չես այ դու լավ մարդ ես բոլորը գիտեն մենակ քո անունը հերիքա որ բան էլի հայ ազգը իմանա որ լավ մարդու հետ գործ ունի դու հոմեղավոր չես բոլորն էլ քեզ ներողամտաբար կվերաբերվեն դու գնա զանգը խփի մենք ստեղ մի բան կանենք այն մեկը հիմնականում մենակ ճառեր է ասում որի համար երբեմն կշտամբանքներ աստամ այն մյուսը գնում է սկսում է կրակի մեջից բուրդ
փրկել, որպեսզի այդ բուրդը տանի, այս կրակի արդյունքում արթնացած եւ գյուղերից գաղթած ողջ մնացածներից ով գաղթել է այդ ժողովրդին եւ օգնի տակ քնել, էլի, օգնի որ ժողովուրդը նորից քնի, որտեվ իրենց քունը խանգարվել է հրդեհի պատճառով եւ բուրդը հասնում է այդ ժողովրդին եւ արթնանում է հեղինակը եւ մտածում է որ կյանքն էլ երազ է, երազն էլ կյանք է եւ սա մոտավորապես նույն բանը ինչ որ կատարում է կյանքում, կատարում է երազում, էս է սյուժեն։ Կարևորը ժողովուրդը լավ քնած է, փափուկ քնած է եւ տաք է։ Հա, ու տաք է։ Այդ կերպարները հիմնականում այդ 3 գլխավոր կերպարներն են, հա, Ահոնը, Վետերանը եւ Լեգիոնը, հա։ Ուրեմն Ահոն ըստ երևույթին տենց այդ ֆիդայնական ինչ որ մոտիվներին մոտիկացող կերպարի նկարագրություն ունի ու ոնց որ ասեցի այդ առաջի քայլը ինչ է լինում որ գնում է այդ որպեսի գյուղը փրկի ու ամբողջ գյուղը հրդեհի է տալիս դրան հետևանքով այն մյուս կողքի գյուղերն են վառվում մի հատ հետաքրքիր դրվագ կա դրա հետ կապված, որ երբ որ գնում է ընկերների մոտ ու փորձում է բացատրի, ասում է այ մեր ժողովրդի նման թշվառ ժողովուրդ գոյություն չունի, ասում են դու դա մի պատմի, գիտենք։ Պատմի ինչ ես արել։ Ինքը նորից փորձում ասում է, բայց այնտեղ ասում է մայր ու մանուկ զոհվում են, ասում է այդ էլ գիտենք, բայց դու ասա դու ինչ ես արել։ Նոր ինքը սկսում է պատմել, դե պատահաբար գյուղը հրդեհեցի, չգիտեի որ մեր գյուղն է, մտածում էի թշնամու գյուղն է, հրդեհի մատնեցի։ Ունկերները, հա, ուտե խոսքը վերցնում է վետերանը, ասում է քո նման խոսացող մարդ չկա մեր մեջ։ Ընդ որում շատ խարիզմատիկ է, ասում ոնց որ սրինք հնչեր, երբ որ ահոներ խոսում այնպեսներ, ոնց որ սրինք լիներ։ Այ դու գնա զանգը հնչեցրու, հա, ահազանգ տուր մնացածին, որ քո անունը լսեն, հենց քաջնազար բան կա, էլի մեջը, այ որ քո անունը լսեն, ոչ մեկ չի դիմադրի, էլի, բոլորը կհելնեն, կգան, կհասնեն ու հայոց աշխարհը կփրկենք։ Ու այդ վետերանն է ասում, ու այդ դրվագն էլ է հետաքրքիր, որ Ահոն գնում է, այդ մնացածով նստած, էլի տենց կենացներ են ասում, որ այ հեսա, արեք ոչ մի բան չանենք, իմաստ չկա, այսքան դեմ ոնց ենք մենք կռվելու։ Արեք նստենք սպասենք Ահոն ոնց էլ չլինի, հեսա այդ ահազանգը կհնչեցնի, այդ ամբողջ աշխարհը կհելնի կգա ու մեզ օգնություն կցուցաբերեն ու կփրկենք։ Սենց ասած ամբողջ ազգին։ Ուտեղ մի հատված կա, որը ես կուզեի կարդայի, մնաց կարողանամ գտնել։ Իսկ մինչև դու այդ հատվածը գտնես, ես մի ուրիշ հատված եմ կարդում, մի ուրիշ հատված կկարդամ, որտեվ նաև լեգիոնի մասին երևի կուզենաս խոսել, բայց այդ որ գնում է օգնություն խնդրելու այդ աշխարհի ոնց որ ամբողջ աշխարհի վրա իրենց հույսը դրած բանի այդ իրավիճակում մի հատ sense տեքստ կա, որ ճառն ասում, որը ըստ երևույթին ժամանակի պատումների խտացումն է, էլի թե ինչպեսին էին իրանք տեսնում աշխարհը։ Ով չի իմացել, որ մեր թշնամին խափող է ունենք ու վախկոտ ու մութ եւ ասում էր նա, ահոն էլի, ոչ մի ժողովուրդ չի սիրում խարդախ թշնամուն մեր չար, այնինչ ազգը մեր աստվածահանճար զարմանք է լցնում սրտում բոլորի, իր բախտով դաժան ու կռվով արի, այո ընկերներ, աշխարհը ամբողջ ողբում է հիմա աղետը հայոց, չի կարողանում մեր վշտից քնի, ուզում է մի կերպ մի բանով օգնի, ու իր հերավոր լուսավոր ափում մեր վշտի համար արցունք է թափում։ Մենք կոդերից որ շատ խոսում ենք, այդ գրականության ու մեր քաղաքական, այդ սոցիալական իրականության, էս էլ է էլի մեզ շատ բնորոշ, շատ տենց քաղաքական բովանդակության մասա կազմում մեր մշակույթում, այ գնանք մենք փորձենք ամբողջ աշխարհին բացատրենք ու պատմենք, որ այ մեր թշնամիները վատն են, մնացածը դա չեն հասկանում, այ գնանք ռուսներին ասենք, որ չի կարելի ոչ թե բացատրենք, այլ համոզմունք կա, որ թուրքերին մեր թշնամուն ինքը անունը դաս ոչ մեկ չի սիրում, բոլորը գիտեն, որ նրանք վատն են, էլի։ Բացի դրանից կա նաև մյուս այ գնանք բացատրենք, որ չի կարելի թուրքերին վստահել։ Այ գնանք բացատրենք ամբողջ աշխարհին, որ իրանք վատն են։ Իսկ մենք անընդհատ այդ ամբողջ աշխարհին փորձում ենք ապացուցենք ու համոզենք, որ այ սա հնարավոր չի, նույն այսինքն հիմա է, չէ՞ կատարում, այ
Էս մի հարևանը sense մի հատ բան ասեց, խափում են իրանք ամբողջ աշխարհին։ Այ մենք գնանք Տրամպին բացատրենք, որ չի կարելի նրան վստահել։ Գնանք Պուտինին բացատրենք, որ չի կարելի վստահել։ Կոդը տենց գծով գնում է, էլի, գնում հասնում այդ ժամանակները։ Այս տեքստում նաև ասում է, էլի, որ բան է, իրանք բոլորը գիտեն, որ իրանք by default վատն են, էլի, ոնց որ մի քիչ հուշենք, արդեն բոլորը կիմանա, մեզ էլ գիտեք ինչքան սիրում, ասում է իրանց հերավոր լուսավոր ափում մեր վշտի համար արդյունք են թափում։ Դրա շարունակությունն էլ է շատ հետաքրքիր, որ ինձ դուր էր եկել շատ։ Այո, ընկերներ, աշխարհը ամբողջ ողբում է հիմա աղետը հայոց։ Չի կարողանում մեր վշտից քնի, ուզում է մի կերպ մի բանով օգնի ու իր հերավոր լուսավոր ափում մեր վշտի համար արդյունք է թափում։ Հայրենակիցներ, թե ամեն մի մարդ շարունակությունն է, էլի քո կարդացածի թափելու լինի մի շիշ արտասուք, մեր երկիրն էլի կխնդա զվարթ, ու էլ չի լինի ավերում ու սուկ։ Հայրենակիցներ, հաշվել եմ, գիտեմ եւ երթվում եմ մեր հրդեհովը վառ։ Արտասուքն այդքան կբավե արդեն մի փոքրիկ հրդեհ մարելու համար։ Եվ հետո երեք, երբ խղճով հանգիստ քնել էինք դեռ բոլորը տանխռով, մեր անզուգական բարեկամներից ջուր ենք պահանջել մենք հեռագրով։ Սակայն մինչև գա օգնությունը այդ ով մի սուր առած, ով թեկուզ մի փայտ շարքերով անծայր ստվար բազմահոց երթանք փրկելու ժողովուրդ հայոց։ Էս էլի այդ սպասումը ու որ մի շիշ արտասուքը ես հաշվել եմ, որ բավական կլինի նրա համար, բավական կլինի նրա համար, որ կարողանանք փրկենք ու այդ սպասումը, որ իրանք սպասում են, որ այս ահոն գնալու է, բոլորին զարթնացնելու է, ամբողջ աշխարհը գալու է։ Ոտքի է կանգնում հերոսներից մյուսը, լեգիոնը, որ այնտեղ ինքը նաև ասում է, որ բանակ է նշանակում, դե պիտի հասկանանք արդեն ինչի այդ անուններն ինքը ընտրե։ Ու ես վետերանի հետ կապված էի մտածում, որ գուցե այդ ցարական բանակի այդ սպայական կազմը նկատի ունի, այդ հայտնի, որը Կարսում հետո չկարողացան Կարսը պահեն եւ գուցե դա այդ անալոգն է ինքը տանում այդ կերպարի անվան ընտրության հարցում։ Լեգիոնն էլ դե բանակն է ու նա ասում է իշքան պիտի նստենք սպասենք մենք միջև ահոն գնա բոլորին լուր տա կգան չեն գա պիտի ինչ որ մի բան անենք վերկենում ու գնում գործողություն անողն է վերկանում գնում է մնացածները դեռ սպասում են ահոն գալիս է նոր բոլորով հավաքվում գնում են տեսնում են լեգիոնը պատերազմի ու կռվի մեջ է ուրիշ ռազմավարություն է մտածել ու երբ որ արդեն խոսում են նա այդ բրթի դրվագն է սկսում պատմել, որ այ պետք է բուրթը հանենք, որ ժողովուրդը քնելու տեղ ունենա։ Ու ես երկար մտածում եմ, այդ բուրթը ինչ կարա նշանակի, այդ բուրթ ասացի տակ թե փափուկ բարձ հա դնեն ժողովրդի գլխին, դու ինչ ես կարծում այդ քեզ ինչ է ինքը հուշում հենց բուրթը նկատի ունի թե ինչ որ այլ այլաբանական բան։ Իրականում ես այս տեքստը որ կարդում եմ, զգում եմ որ ժամանակի խոսույթների խտացումն է, ոնց որ կարդացինք այդ բանը, այդ որ ամբողջ աշխարհը մեր համար ուշքը գնում է, պրոստը ժամանակ չունի, էլի գա մեզ օգնի, հեսա կգան, դա փրկության ռազմավարությունն է։ Փրկության ռազմավարությունը, որ եթե ժամանակի մամուլում կամ քաղաքական տեքստերում կարդաս, գոյություն ունի իսկապես էլ ինքը ուղղակի շատ խտացրած ու սարկաստիկ է դարձել, չնայած կարող է այդքան ծիծաղալու չէ այս պատմությունը, որ ոնց որ բոլորն մեզ սիրում են, բոլորն էլ թշնամուն ատում են, ուղղակի ոնց որ սպասենք, մի քիչ սպասենք։ Էսա բան, այդ բոլորը կհասկանան, որ թուրքերը Սևերյան Հայաստանի բան էս պատմությունը։ Բոլորը կհասկանան, որ թուրքերը վատն են ու կգան մեզ օգնության, մեզ փրկելու, որովհետև մենք լավն ենք, մենք լավ դաշնակից ենք, լավ բարեկամ ենք։ Մենք աստվածահանճար ազգ ենք, չէ՞, սենց է նկարագրում մեզ։ Ու նաև ահոյի կերպարն եմ ես տեսնում այդ նույն ժամանակի խոսույթների խտացման մեջ, որտեղ այն ժամանակ էլ կային խարիզմատիկ առաջնորդներ, երբեմն նաև ժամանակակից կամ խարիզմատիկ ընկալվող կամ մեկնաբանվող քուրդ է իսպանում հետևներից գալի ամբողջ գյուղը վառում էին, տենց շատ բաներ կա, չէ՞, նկարագրություններ կա այդ։ Ու ինքը ասում է մեր ընկերը ահոն ընկավ ճանապարհ, ես դեռ չեմ ուզում շեշտել, որ նրա գոյությունը լոկ մեր երկրի վրա կբավե արդեն, որ իսկույն ցրե ամեն մի անմիտ հուսահատություն։ Եվ ով չգիտե նրա փառքը մեծ հենց որ նա զանգտվեց բոլոր, այսինքն մենակ իր գոյությունը, հերիք հա, որ մենք փրկվենք։ Այսինքն ոչ մի բան ինքը որ չանի կամ բանանի գյուղերը վառի,
էլի հերիք է մենակ իր գոյությունը փրկությունը արդեն իսկ ազգային բարեր արա էլի մոտավորապես այդպես մի հատ կերպար է ինքը ասում է ոնց որ ինքը ոչ մի քաղաքական ծրագիր կամ ռազմավարություն չի կամ լավագույն դեպքում սխալվում կամ վատագույն դեպքում սխալվում իր սեփական տունն է այրում, հա, սեփական գյուղն է այրում, բայց ասում է ոչինչ, ինքը այնքան կարևոր մարդ է, որ մենակ իր որ իմանան ինքը մեր հետ է, մենք փրկված ենք։ Այս բանը էլի այդ ժամանակների բանը խոսույթների խտացումն է եւ իրականում ես այդ բանն էլ այդ բուրթը կրակից դուրս բերենք բանի դիակներից փոկենք բուրթը տանենք ողջերի վրա բանանենք էլի ողջերին տակացնենք որովհետեւ ժողովրդի ձյան վրա էր քնելու որովհետեւ ձմեռ էր երազում իսկ իրական արտնացումի ժամանակ այդ բանը ձմեռ չէր բանը էլի այդ բանի այդ ինչով օգնեն գաղթականներին խոսույթի խտացում եմ ես տեսնում որովհետեւ սարքեցինք ժողովրդին գաղթական ոնց որ հիմնական միսիան արված է հիմա պետք է հասկանանք ինչով իրանց օգնենք ու վերմակա տակշորա բանա ինձ թվում է ավելի շատ այդ կոնտեքստում ու ինքը բանը շատ սարկաստիկ է էլի իրական դաժանը նաև բայց շատ սարկաստիկ է որ վերջում այդ ամբողջ բանակը ահոն վետերանը լեգիոնը բոլոր այդ բանը ֆիդայինները կանոնավոր բանակը չգիտեմ քաղաքական միտքը ռազմավարական միտքը որպես լուծում մի վերմակ տանք գոնե տակ լինի քնելուց չմրսեն այդ ահոին համոզելու դրվագն էլ է հետաքրքիր այդ որ այ քո անունը բավական է եւ այլն ու այնտեղ տենց հատված կա էլի որ այ չեն ների էլի սենց ահոն կասկածում նեղվում ասում է բայց ես հոին հատուկ չարեցի հատուկ չարեցի դե ով պետք է քեզ ինչ որ բան ասի դու ընդհանրապես լավ բան ես ուզեցել անես ու չի սխալվում նա որ ոչինչ չի անում ով չի օրհնում քեզ սրիկա է նա եւ ով չի ների եթե իմանա որ դու միջին սխալ ես արել նրանց գյուղի տեղ մեր գյուղն ես վառել Էդ էլի շատ բնորոշ էլի ով քեզ կմեղադրի դու լավ բան էիր ուզում անել դա արդեն բավական է ով քեզ կմեղադրի դա սրիկայություն է ու հիմա մեր քաղաքական այդ համատեքստը այսօրվա որ համատում ենք այդ խոսույթը էլի տենց կոդի պես գնում է հա ինչ որ մի հատ բան ասել որը կարող է շատ ավելի վատ արդյունք տա բայց քանի որ դա ներկայացում է որ այ լավ ցանկությամբ արվել ով կասկածի տակ կդնի դրա արդյունքները այնա սրիկա է հա դավաճանի ու չդավաճանի խոսույթը տենց էլի գծով գնում է ու հետաքրքիր է որ համ իրանք ասում են այ ով բան չանի նա չի սխալվի նա ով որ ոչինչ չի անում բայց հետո իրանք գնում են ոչինչ չեն անում նստած սպասում են միջև ահոն գնա ահազանգ հնչեցնի մարդկանց հավաքի գան որ փրկեն հայոց աշխարհը կրակից ու հրից եւ վերջում քանի որ Չարենցը գրեթե բոլոր իր տեքստերում ինքը կերպար է կամ ինչ որ կերպ ներկա է շատ ակտիվ է էլի ինքը այդ առումով բանը իր այդ օրվա փորձառությունը իր այդ օրվա Չարենցը իսկ Չարենցը ոնց որ ամեն օր ցույց է տա գոնե տեքստերի ծերումը որ տարբեր է այդ օրվա Չարենցը այստեղ է ես կուզենայի որ բանը նաև որպես հեղինակ որտեվ Չարենցն էլ ինձ թվում է ինչ որ բան ունի էլի շատ բանաստեղծականության հետ ինչ գրում է իհարկե բանաստեղծական է ստացում այդ թվում արցակը բայց նաև ինչ բանաստեղծություն գրում է մեջ սյուժե կա կամ պոեզիա որ գրում է մեկը օրինակ սա ինքը վերջի տողում իրան ասում է օցնդած պոետ Եղիշե Չարենց ինչ վերաբերմունք ունի Չարենցի կերպարը որտեվ մի հատ Չարենց կա մի հատ Չարենցի կերպար որ այստեղ երազ է տեսնում էլի այս իրավիճակի նկատմամբ ինքը ոնց է արտահայտում ըստ քեզ էլի գրողը ոնց է ներկա տեղ Ну, ինձ թվում է այտենց գրողը որպես այդ սարկազմն է, որ ինքը այտենց սարկաստիկ կերպով այդ կերպարներին, այդ ազգային հերոսներին, որոնց անունը թնդում է ամբողջ հայոց աշխարհում, իրանց ծաղրելն է, հա, իրանց արածները մերկացնելն է, ըստ էության դա է, բայց ինքը բանա, իր մեջի կերպարը, Չարենցը, որը երազ է տեսնում, կերպար Չարենցը, անդադ հիացած ասում է, «Ոայ, ասում է, ինչ հրաշք մարդակի չամ երկնքից իջնեմ, դա երկնքից է երազը տեսնում»։ Եվ ես էլ միանամ այս բանին, չէ՞։ Նույնն էլ վերջում, հա, որ տեսնում է ժողովուրդը հանգիստ քնած է այդ բրթերի վրա, տենց շատ բան է լինում էլի տենց այ քնի ժողովուրդ ջան հազիվ հանգստանալու հնարավորություն ես ունեցել այդ կերպարը հա իսկ ինքը որպես գրող ասած թղթի այս կողմից
այդ սարկազմն է ու հետաքրքիր է որ ինքը իրան դրել է այդ իրավիճակի մեջ դրել է հավասար բան, հա, հիացող, հավասար անհանգստացող, հավասար ապրումակցող այդ ողջ բանի ժողովրդական բանին, ընկալումներին կամ նույնիսկ ոչ այդքան ժողովրդական, որքան առաջնորդական, որտեղ այդ ժողովուրդը քնած էր, ասում եք բաներ, քնած է, պետքա քնից անել, գնանք վերդեն գյուղերը քնից արթնանան, ոնց որ անդադ այդ ժողովրդի թեման էլի իր մոտ շատ ուժեղ դոմինանտ կա ու ինքը իրան դնում է այդ ահոյով հիացողների Չարենց ցնդած պոետ Եղիշե Չարենցին դնում է բանի մեջ այդ ահոյով հիացողների շարքում ու դա շատ հետաքրքիր ինքը ոնց որ թե ուզենա նաև ցույց տա այն մարդկանց երևի այն ընթերցողին, որը ժամանակ հիանում է այդ բաներով, գործողություններով ցույց տա ինչքան բան անհարմար վիճակում է էլի նույն ինքը երբ որ ինքը իրանա դնում այդ իրավիճակում։ Իսկ դու ինչ մեսեջ ես տեսնում այդ առաջնորդի կերպարի համար, հա ինքը ինչ է օրինակ ինչ մեսեջ է դնում, ոնց պիտի լինի առաջնորդը, օրինակ դες բան զգում ես այդտեղ որ ինքը հուշում է թե առաջնորդը պիտի SSS հատկանիշներ ունենա։ Քանի որ առաջնորդությունն է մեր թեման ու մենք առայժմ այս տեքստում տեսանք որ ինքը առաջնորդության քննադատությունն է քննադատությունն է։ Ու եւ Չարենցի ամբողջ բոլոր ստեղծագործությունները մեծ ոճ կա իրական այս շատ բան է հետագայում երկիրն է իրական ոճ է դառնալ որ մազութի համոյով հիացած կերպարի առաջի դեմքով այդ անունից խոսում է բայց անդադ ցույց է տալիս թե ոնց է ինքը անդադ բան էլի այնքան սխալներ անում որ կարծը կործանվում է ինձ թվում է առայժմ ինքը ասում է թե ինչպեսին պիտի չլինել եւ գուցե թե նաեւ պատմության քառուղներով երբ որ հեսա սկսենք քննարկել տեսնենք որ այնտեղ էլ շատ հաճախ է նկարագրում թե ինչպեսին պիտի չլինել այստեղ ինքը ցույց է տալիս քաղաքական ու ռազմավարական մտքի իսպար բացակայությունը ասում է եթե այդ առաջնորդությունը չեք կարա ստանձնեք թող քնի պետք չէ ոնե քնի ժողովուրդ թող քնի ոնե քնասի որ քաղաքական մտքի իսպար բացակայությունն է պետք ոչ միայն որ դու բան անես այն բնակավայրերը կործանես որոնք ուզում էիր փրկեիր այլ նաեւ ոնց որ ինքդ քեզ էլի ինչ որ առումով որպես առաջնորդի նույն մազութի համոյի դեպքում որ ինքը մահանում է այնտեղ ինքը գերի է ընկնում եւ մահանում է ինքը չի փրկվում այդ չի էլի որ ինքն էս մի ռազմավարություն էր մշակել որ բոլորը մեռնեին ինքը փրկվեր այս բանը խնդիրը որ ինքը ներկայացնում է ոչ թե այնա որ բանը դավադիր առաջնորդներ էին այլ հենց չունեն այդ մարդիկ այդ քաղաքական միտքը, քաղաքական ռազմավարությունը ոնց առաջնորդել, որ վերջում իրանք գերի չընկնեն ու չմեռնեն, էլի։ Ազնիվ արկածախնդիրներ են խոսքը։ Ազնիվ արկածախնդիրներ։ Իսկ ինչ կասես երկրորդ պոեմի մասին։ Արի բանը, մինչև երկրորդ պոեմը տեսնենք թե ինչքան ժամանակ անցնում 1918-ից 33 թվականը, թվում է թե ընդամենը 15 տարի, բայց էլի կոնտեքստի մասին խոսեցի, որ առաջի հանրապետությունն ստեղծվում, կործանվում է, հասցնում է, խորհրդայնանում է Հայաստանը, Ստալինն է գալիս իր ստալինիզմով 20-ականներին էլի բռնաճնշումներ են լինում սովա լինում նոր բռնաճնշումների ժամանակ մեծ տերորն արդեն սկսվում այ այսպեսի նոր սկսվի հա նոր այդ ժամանակահատվածն է հա Եթե մի քիչ բան ստեղծագործության վրա չէ բայց երևի Չարենցի բանի առանձին դրվագների վրա կանգ առնենք որ հասկանանք իր հետ ինչ է կատարում բայց նաև նկատի ունենանք որ այն ժամանակ նեպը արդեն եղել էր եւ անցել էր Ստալինը վերջ տվեց նեպի քաղաքականությանը 27 կամ 28 թվականին այսինքն որը ուժեղ մշակութային ազդեցություն ուներ եւ ազատության տարիներ էին հա ստեղծագործական առումով ժողովրդավարացման ժողովրդավարացման տարիներն էին հայ գրականության երբ լավագույն տարիները 20-ականների սկիզբն է սովետի սկիզբը որտեղ ով ինչպես ինչքան ինչ ոչ ասես փորձել է փորձարկել է փորձարարական է եղել բայց 32-ին արդեն ԽՍՀՄ գրողների առաջի համագումարը եղավ եւ գրականությունը ինստիտուցիոնալիզացվեց պետքա կոնկրետ լինեիր սոցռեալիզմի կամ որևէ այլ գծի մեջ որպեսզի քեզ հրատարակեն որպեսզի քեզ թույլատրեն որպեսզի քեզ վարձատրեն ի վերջո դա աշխատանք էր ինչ էր տեղի ունեցել Չարենցի կյանքում Չարենցը դե 20 տարեկանից դարձել էր 35 տարեկան ու իր հայրենիքի կորուստներ տեսել այսինքն Կարսի անկումներ արդեն տեսել որտեվ 18 թվական փետրվարին նույնիսկ առաջին հանրապետություն դեռ չկար տեսել էր դա ինչպես նշեցիր այդ քաղաքական իրադարձությունները Կարսի Մոսկվայի պայմանագրով Կարսը մնացել էր արդեն Թուրքիային ու ինքը դրա մասին արդեն իր վեպը գրել էր Չարենցը հասցրել էր
ամուսնանալ, կինը մահացել էր, երկրորդ անգամ էր ամուսնացել, առաջին դուստր ուներ, արդեն երկրորդը նոր պիտի ծնվեր, այսինքն իր անձնական կյանքում այդպես դրամատիկ փոփոխություններ հասցրել էր առաջի անգամ ուղիղ տանը լինել, ըստ որոշ վկայությունների նույնիսկ բանում հոգեբուժարանում այդ բանտից հետո որպեսզի կարողանար բան անել, իբրև թե արագացվեր դուրս գալը թերևս արդեն կախվածություն ուներ թմրանյութերից, ոչ այնքան ուժեղ, ինչքան մի քանի տարի հետո կլիներ, ինչ որ առողջական խնդիրների բերումով, կրակել էր այդ կնոջ վրա բանտեր ընկել, կուսակցական տոմսից էր հրաժարվել հաջողությամբ մի անգամ, բայց ոնց որ էլի հետեր վերցրել, ինչ որ սխալ պատմությունների մեջ էր, էլի ինչ որ Արփենիկի մահվանից հետո վկայություններ կան, որ ինքնասպանության փորձ էր արել, մի խոսքով դրամատիկ կյանք էր ապրել եւ իհարկե նաեւ շատ բուրըն գրական ստեղծագործական ժամանակաշրջան էր, ֆուտուրիզմներ եղել, մերժել էր բոլոր նախկին հեղինակներին, դասականության, արդիականության շոքենավից դուրս էր շպրտել այդ նեխած գրականությունը, հետո բաներ արել, փոշմանել էր, նորից հետեր եկել դասական ինչ կարա անի գրողը բանում իր ստեղծագործական կյանքում հասցրել էր Չարենցը ապրել այս 15 տարվա ընթացքում իհարկե շատ բուրըն կյանք ունեցած, էլի չպետք է անի էլի մարդը հələ պատկերացրու Հայկ որպես մնացել էր արդեն մեղադրել նախնիներին, մեղադրել պատմությանը։ Դա փորձել էր իրականում ինչ որ փուլերում անել, բայց օքեյ, հա, գիրք ճանապարհին երբ որ լույս է տեսնում, սա մենք գիրք ճանապարհի տեքստ բանից գրքից ենք այս պոեմը քննարկում, արգելվում է, որոշակի խմբագրումների է ենթարկվում, նորից լույս է տեսնում, հետո դե մինչև հիմա գիրք ճանապարհին դեռ լույս է տեսնում իր նախնական վիճակով, արդեն ինչ որ տարբերակներ կան, որոնք վերջնական նախնական վիճակն են համարվում, բայց կոնկրետ իր գրականության հետ կապված խնդիրներ ուներ արդեն սովետի հետ, որտեղ սովետը կանոնակարգվել էր որպես գրական միջավայր, այլևս 20-ականներին չէր, կար կոնկրետ բան, ձև, որով պետքա գրել, առաջին հերթին ձև, եւ իհարկե նաեւ բովանդակություն, որի մասին պետքա գրել, ընդ որում այստեղ խայտաբղետության վերջն է, էլի սովետը, երբ որ դու մի քիչ առաջ հաղորդումից առաջ խոսում ենք, ասում ես սովետը, այստեղ իրան բնականաբար կմեղադրեն նացիոնալիզմի մեջ, օրինակ դու ես պատմության քառուղիներով նացիոնալիզմի Իմ համար սա շատ սովետական գործ էր, սովետական այդ սովետի իմպերիալիստական միջուկը եթե վերցնենք, այնքը շատ տենց սովետական բան ուներ, էլի մեջ այդ իմպերիալիստական միջուկ ուներ, ու այդ ծայրագավառի վերաբերմունքը ու այդ սովետին իմպերիային, այդ տենց ես զգացողություն այդ զգացողություն ինձ անընդհատ հետապնդում էր սա կարդալուց, ու երկու բառով ասենք սյուժեն ինչի մասին է, Չարենցը ոնց որ պատմում է մեր ժողովրդի պատմությունը, ու հիմնականում դա քննադատական վերաբերմունք է նախնիներին, արքաներին, կառավարիչներին, այսինքն ամբողջ պատմության ընթացքում ժողովրդին կառավարողների հանդեպ քննադատություն է, որ ոչ մի արժանի բան դուք չեք արել ամբողջ պատմության ընթացքում, բայց դրան զուգահեռ նաև գովաբանում ու գովերգում է ժողովրդին, որ իրականում ժողովուրդը ինքն իր մեջ տաղանդավոր է, լավ հատկանիշների կրող է, պարզապես վատ կառավարիչները երբեք թույլ չեն տվել, որպեսզի ժողովուրդը ազգը կարողանա ինքնադրսևորվի այն կերպ, ինչին որ ինքը արժանի է, այն մոտարպես այս բովանդակությունն ունի ու ըստիս դա շատ տենց սովետական նարատիվ է, որը միջև այսօր տենց մեր քաղաքական բովանդակության մասը, հա։ Սովետական ասելով ինչ նկատի ունի։ Դա ասացի, սովետական այդ իմպերիային վերաբերմունքի առումով նկատի ունեմ, հա, սովետ ասածը այդ համատեքստում, չնայած այդտեղ կա նաև այդ պրոլետարիատի հանդեպ ակնածանքը, հույսը, որ հասարակ գյուղացին ինքն է ի վերջո կարողանալու հասնի ինչ-որ մի բանի, այդ ստեղծագործական ջիղը իր մեջ բացահայտի եւ այլն, ու այդ գիծը մեր քաղաքական իրականության մեջ տենց միջև հիմա տենց կոդի տեսքով հա գնում է, կառավարիչներն են չար միշտ մեղավոր, իսկ այ ժողովուրդը ինքը ունակ է ամեն ինչի, ինքը ունակ է այս
տարածքը, այս պետությունը, այս հանրույթը այ դարձնի դրախտ, տենց տողել նույնիսկ ունի հենց չարենցնել, հա, դրախտ գնալու, այդ կարա դարձնի դրախտ, պարզապես վատ ու չար կառավարիչները միշտ դրան խոչընդոտում են։ Այն մեր այդ քաղաքական ներքին խոսույթի տենց կարմիր գծերից մեկը դա է, այ ժողովուրդը կարա անի լավ, բայց չար կառավարիչները անընդհատ նրան չեն թողում։ Այ իսկ այդ այ որ ասեմ այդ սովետի ու այդ իմպերիալիզմի մասը, հա, ինչն է ինձ տենց խոցել սենց ասած, այդ անցյալը արքաներն, իսկ արքաներն իրականում այդ պետականության խորհրդանիշն են, էլի, ի վերջո։ Անհող եւ անժողովուրդ, չէ՞, անժողովուրդ չի, եթե դա արքա է, դա նշանակում է պետականության սիմվոլ է։ Եթե դու քննադատում ես արքաներին, այսինքն քննադատում ես այդ արքայությունը, դա նշանակում է դու այդ պետականության հանդեպ է քո քննադատությունը, որտեվ հնարավոր չի տենց իդեալականացված կառավարիչներ գոյություն չունեն, բոլոր պատմական կերպարներն էլ խոցելի են, համ լավն են, համ վատն են, բայց այս ամբողջ գործի մեջ քննադատությունն է գնում այդ նախնիներին, արքաներին, կառավարիչներին ու վերջում հանգում է ինքը մի հատ վրեժ է ուզում լուծի, ասում այ ապագայում ձեր մասին ոչ մի լավ խոսք, ավելի լավ է կարդամ ես այդ հատվածը, որը տենց շատ ազդեցիկ է։ Մինչև փնտրես մի քանի բաներ ես արդեն գտա եւ գալիք պայծառ օրերում ոչ մի գուսան երբեք իր երգերում հնչեղ չի կարդա նզովք անգամ ձեզ դուք որ միայն ոգու խեղճություն եք ցանել եւ գալիքում տխուր մոռացություն հնձել կական վրեժի մասին է հա խոսում այդ նախնիներից գրողները բաներից արքաներից վրեժ կլուծեն ուրեմն իմ ընթերցած պատմության քառուղիներով իդեպ որը միշտ բան է որպես կանոն հենց այդպես էլ բան որ տիպա մեր ազգային բաներին ոնց որ անցյալը բան նիհիլիստական երանգներով է ներկայացում, այսինքն միշտ տենց ազգայնական դիտանկյունից որոշակի վերապահումներով մեկնաբանված տեքստ է, առաջնորդների 5 սերունդի մասին է խոսում, մեկ այդ նախապատմական շրջանի, հետո այդ անժողովուրդ եւ գահազուրկ իշխանների, հետո ֆեոդալների, հետո այդ իսրայելորիների եւ երեկվա առաջնորդների, հա, նախավերջին առաջնորդների, այստեղ մի հատ իսրայելորու բանում կոնտեքստում մի հատ բան մի քանի տող եմ առանձնացրել, հետաքրքիր կլինի քո արձագանքը դրան եւ նոքա մեր անեղ կառաջնորդները, այդ իշխանները, եղք այդ տերերը վերջին ելել են գիշերով ու մենակ ճամփորդել են դեպի հյուսիսային որջի արջերը սարսասիրտ ու արնաթաթախ, այդպես մեր գայլներ հին ճանապարհվում որսի հյուծված, կողերը լերկ եւ անատամ։ Այսինքն բանի երևի շատ մեկնաբանության կարիք էլ չունի։ Նույնիսկ այդ բանը քննադատությունը բանդրցից բանա օգնություն փնտրելու եւ հատկապես հյուսիսից ընդ որում բանի հիշու սովետի մեջ որտեվ իրական սովետը հակացարական գոյացություն է այսինքն այդ Իսրայելն օրուն որ ինքը քննադատում է դա էլ պետք է հասկանալ որ այդ մի ժամանակահատված էր որ դրանից մի 10 քանի տարի առաջ ցարի ամբողջ ընտանիքի գլուխն էին կտրել այսինքն այդ Չարենցը ապրել է հիմնականում այն ժամանակահատվածում երբ որ ցարիզմը մերժվել է հետո սովետը կդառնար ավելի կայսերական ավելի բան այդ քո ասած իմպերիալիստական միջուկը ձեռք կբերեր կխրախուսվես Չարենցի ազգայնական երանգներ կամ այդպիսին մեկնաբանություն ունեցող պոեզիան կխրախուսվեին բոլոր նրանք որոնք արգելվել էին այդ հողով այդ հիմքով մանավանդ 50-ականներից հետո 60-ականներին շատ բաներ ոնց սովետը ինքան տատանվող բան է որ դժվար է ասել ես դες դա հասկանում եմ բայց այստեղ մի ուրիշ հատված կա որը հենց այդ պրոլետարիատին ոնց որ գով քանի հա ասի այ մենք այս ամբողջ պատմական անցյալում այդ արքաները, կառավարիչները, իշխանները բոլորը մեզ կեղեքել են, բայց գորշ անանուն մարդիկ, գեղջուկ ճորտեր կրել են կրծքերում գաղափարներ գերող, ստեղծարար մտքեր, բոցե բառեր, որ դեռ չեն խոյացել երկինք, չեն ընդունել դեռ ձև, բայց կհառնեն մի օր կերպավորված, օհանճարեղ ոգու դեռ չբացված գանձեր եւ հանճարի հանքեր դեռ չփորված։ Այսինքն ժողովուրդը, բանվորն ու գյուղացին, այ իրանք են իսկական այդ կրողը, այդ արժեքների
որը որ այդ դարերի Դա մի ընթացքում բան է, որին Չարենցը սկզբից մինչև եթե երբ որ ասում եմ ինքը շատ փոփոխական է, մի բան, որին ինքը երբեք չի դադարում հավատալ, դա ժողովուրդների ազատությունն է, ժողովրդի սովորական մարդու ազատությունն է եւ հավասարությունը եւ համաշխարհային խաղաղությունը։ Իդեպ իթիվս այլոց ինքը դա շատ սովետական է, էլի։ Okay, եթե սովետական է, սովետական քո կարծիքով դա է, որտեվ սովետը այնքան շատ տարբեր բաներ է։ Իմ կարծիքով, եթե մենք առիթ ունենանք, գուցե նաև սովետից խոսանք։ Սովետական բառ ասելը, օրինակ, այն օր որ Խեչոյանին ասում էր սովետական, ինքը լրիվ ուրիշ բան էր նշանակում։ Եվ հետեւաբար դեպի այդ համատեքստը հասկանանք, որ սա ասենք ստալինիզմի պերիոդի մասին է։ Մեծ գաղափարախոսությանը հավատացել է Չարենցը համաշխարհային խաղաղությանը եւ ժողովրդների հավասարությանը, բայց դրա հետ կապված երևի այլ առիթով խոսենք, մեզ հիշում է, որ մեր ժամանակը վերջացել է ամենահետաքրքիր պահին։ Հա։ Շնորհակալություն, հետաքրքիր զրույց էր այսօր։ Առիթ ունենանք սովետի բազմաշերտության մասին խոսենք։ Գրքերով կբացվի այդ բազմաշերտությունը, ոնց որ այսօր փորձեցինք այդ երկու ժամանակաշրջանների մեջ բացահայտենք Չարենցի այդ գրական ստեղծագործությունների տրանսֆորմացիան, չգիտեմ ինչքանով ստացվեց, հուսով եմ ունկնդիրներն իրանք արդեն իրանց արձագանքներով կհուշեն մեզ թե ոնց ստացվեց։ Շնորհակալություն, Հայկ։ Ես էլ եմ շնորհակալ։